2 ամսում 3 զոհ բանակում։ Այս անգամ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նախնական տվյալներով 19-ամյա Նարեկ Հակոբյանին սպանել է ծառայակիցը, որը ձերբակալված է։ Քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, առաջիկայում մեղադրանք կառաջադրի ու կդիմի դատարան կալանավորելու։ Բանակում իսպար բացակայում է վերահսկողությունը։ Զինվորը Աբովյան քաղաքից էր, ավարտել էր թիվ 5 հիմնական դպրոցը։ Նրա մահասուքում է ողջ դպրոցը, կիսում ծնողների վիշտը։ Իր կարճ կյանքի ընթացքում Նարեկը եղել է լավ աշակերտ ու ընկեր, նվիրված որդի, վայելել է ընկերների ուսուցիչների հարգանքն ու համակրանքը։ Նրա ժպիտը եւ մարդկային ջերմությունը կմնան մեր սրտերում եւ հիշողություններում։ Նշված է դպրոցի ֆեյսբուքյան էջում, որտեղ Նարեկն է զինվորական հագուստով։ Թե ինչ խնդիրներ են եղել բանակում, ինչի հետևանքով երիտասարդը զրկվեց կյանքից, իրավապահները չեն մանրամասնում։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զայրացած է իշխանության վրա, որը նրա գնահատմամբ ի վիճակի չեղավ բարեփոխել զինված ուժերը, վերացնել այնտեղ տիրող կյանքեր խլող փողոցային բարքերը։ Երբ որ դու ծանոթանում ես քրեական գործերի նյութերին, բանակի ամբողջ վիճակը, այդ կրիմինալ մթնոլորտը անմիջապես շատ պատկերավոր երևում է, որը արտացոլվում է այդ քրեական գործերում։ Ես ինչ ասեմ, ու դու տեսնում ես, որ ներսում ինչ է կատարվում։ Փետրվարի սկզբին էլ բանակում մահացել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը։ Իրավապահները ինքնասպանության հասցնելու հոդվածով են գործը քննում։ Հունվարի 14-ին էլ հաղորդվեց Վահան Պետրոսյանի մահվան մասին, իրավապահներն այս դեպքում եւս քննում են ինքնասպանության վարկածը։ Կա միջազգային փորձ, կան բազմաթիվ այլ փորձագետներ, կան բանակի փորձառու աշխատողներ, այսինքն մշակված է կանոնադրություն, օրինակ, մշակված են օրենքներ, պետք է դրանք պահպանել ուղղակի, պետք է վերահսկել, որ այդ ամեն ինչը այդտեղ տեղի չունենա։ Իրավապաշտպանն այս ծանր վիճակագրության առաջին մեղավորներին համարում է ոչ թե շարքային զինվորներին, այլ հենց բանակի ղեկավարությանն ու իրավապահներին։ Իշխանությունները շարունակում են հպարտանալ, որ անցած տարի հակառակորդի գնդակից ոչ մի զինվոր չի զոհվել, բայց չեն կարողանում կանխել խաղաղ պայմաններում զինվորների մահերը, նկատում է իրավապաշտպանը։ Մինչև հիմա կան հեղինակություններ, մինչև հիմա կան զինվորների նկատմամբ ճնշումներ, այդ սոցիալական անարդարությունը ոչինչ չի արվում։ Եթե արվի, ուրեմն չեն լինի այս մահվան դեպքերը։ Բանակի ղեկավարությունը սակայն պնդում է, կանոնադրական հարաբերությունները կարգապահությունը բարձր մակարդակի են հասցրել, ամենօրյա ռեժիմով են աշխատում։ Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում եւ ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետեւ 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ։ Հունվարի ասուլիսի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր ձեռքբերումներից, ընդգծել 2025 թվականին սպանության դեպք չի եղել։ Արձանագրվել է մահվան 6 դեպք, որից 2-ը ինքնասպանություն է որակվել։ Նախարար Պապիկյանն այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Իր վերջին 2024 թվականի տարեկան զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել էր, որ բանակում կարգապահությանը վնասող մի քանի գործոններ կան, այդ թվում զինծառայողների իրավագիտակցության ոչ բավարար մակարդակը, կադրերի պակասը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը եւ զորամաս ռազմական ոստիկանություն ոչ բավարար համագործակցությունը։